Ռոբերտ Քոչարյանի ուրեմն մտածելակերպի եւ մտայնության մեջ եւ իր ուղեղում տեղավորվում են 3 մարդ։ Առաջինը ուրեմն խոսքս երկուսը կենթանի են, առաջինը հայ առաքելական եկեղեցին բռնազավթած Կտրիչ Ներսյանն է, որը դարձել է այսօր վրեժխնդիր ուժերի ձեռքին գործիքակազմ իշխանությունը օրինական տապալելու համար, երկրորդը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն է, իր բազմաթիվ չարագործություններով, ես պիտի ասեմ, խոսքս չի վերաբերում Ռուսաստանի եւ ռուս ժողովրդին, կրկնում եմ դա, որտեվ միայն այդպիսի ուրեմն դաշնակից ուրացողը եւ այդպիսի ուրեմն դաշնակցային հարաբերությունները անտեսողը տասնամյակների կամ հարյուրամյակների ընթացքում ձևավորված այդ հարաբերությունները կարող էր դնել զոհասեղանին եւ դավաճանական կերպով ինչպես Արցախը այնպես է շուրջ 250 քառակուսի կիլոմետրը ուրեմն անթակույց կերպով Ադրբեջանին հանձնելու գործում կանգնել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների կողքին եւ երրորդը որը կենթանի չէ եւ երրորդն է Լենինն է ահա այս 3 մարդիկ են որոնք անընդհատ տեղաշարժում են Ռոբերտ Քոչարյանի ուղեղում հետո ես Ռոբերտ Քոչարյանի 3 ժամյա հարցազրույցը չէի կարող լսել բայց 3 ժամյա հարցազրույցի եթե այդքան բան ասել ռեկորդային կերպով նա ցույց տվեց որ ասեց այն որը մեկ բառով նշանակում է ոչինչ չասեց նա դարձյալ մնացել է իր հին կոտրած դաշտակի հին ստերեոտայպերի քաղբյուրոյի ուրեմն նա պատկերացնում եք մարդ ինչքան պիտի տգետ լինի եւ չպատկերացնի ներկա մարտահրավերները գլոբալիզացիայի եւ աշխարհակարգի փոփոխությունները նոր աշխարհակարգի ձևավորումը երբ որ ասի Թրամփի վրա պետք է լինի ռուսական կամ չինական վերահսկողություն եթե դա բացատրում է ապա բարի լինեին նույն ռուսները եւ նույն չինացիքը բարի մեզ համար սպառնալիք է այո դա պարտադիր սպառնալիք է բարի լիներ 20 տարի 10 տարի առաջ կամ 5 տարի առաջ կամ այն ժամանակ երբ որ հանրապետության ղեկավարությունը դիմեց Պուտինին նման քայլերով բարի լինեն այն ժամանակ ընթառաջեին այն ժամանակ անսային մեր խնդրանքին այսինքն ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունը լինելով ինքնիշխան պետություն որոշել է որ իր սուվերենության եւ իր երկրի եւ իր սահմանների անվտանգության համար այս ճանապարհը եթե չասեմ փրկության այս ճանապարհը ռազմավարական եւ անվտանգային եւ խաղաղություն հաստատման տեսանկյունից բացառիկ եւ փրկության ճանապարհ է մենք սրա վրա բերենք վերահսկողություն ասին ինչ է նշանակում ծիծաղելի հեքիաթ այս նարատիվները տգետ մարդու ուրեմն ինքը չի հասկանում ինքը տնտեսական շահ ասելուց ես ասեմ հիմա հետեւյալը այն գործարքները որ ինքը կնքել է Ռուսաստանի հետ ինքը այստեղ եղել է տնտեսական շահ որտեղ այստեղ նա ունեցել է ձախ մասանուններ ձախ գրպանում ինչպես ռուսերեն են ասում ատկատներ հիմա ես ընդամենը 2 օրինակ պիտի բերեմ գույք պարտքի դիմաց շուրջ $100 միլիոն հասնող ուրեմն գործարքը կնքվել է հիմք ընդունելով այն որ շուրջ 3-4 տարի Ռուսական կողմից, Ռուսաստանի Դաշնության կողմից մեծ մատակարարվող գազի գործարքի մեջ անհետացել է ավելի քան $100 միլիոն համարժեք դրամ։ Եվ այս ուրեմն $100 միլիոն համարժեք դրամը գնացել է բացեիբաց կերպով ես հայտարարում եմ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին, հայտնի գործարարին, որը զբաղվում է ուրեմն գազալցակայանների ուրեմն բիզնեսով եւ նաեւ երրորդ նախագահի ընտանիքին եղբորը եւ սա 100 միլիոնը ուրեմն գնաց միայն այսպես հաջորդը 2000 ասենք 3 հոգու գրպան է գնացել 3-4 հոգու ամենաշատը ոչ նվազագույն 3-4 ուրեմն այսպես ասեմ տոհմի հաջորդը ուրեմն կապված ուրեմն Սիստեմա ընկերության մեջ իր փայաբաժնին նախ ես շատ ուրեմն վատ վերաբերվեցի այո ես շատ վատ վերաբերվեցի Նիկոլ Փաշինյանի հանրապետության վարչապետի կողմից այդ օրը երբ որ ինքը փոխանակ մեկներ Դավոս ընդունեց սիստեմա ընկերությունների խորհրդի նախագահ Եվտուշենկովին քանի որ տեղի ունեցել կառավարման օպերատիվ կառավարման արտոնագրային կառավարման փոփոխություն
որը համարվում է նաև Ռոբերտ Քոչարյանի պրոտեժեներից մեկը, խնամառումներից մեկը, շատ վատ ընդունեցի, որ ինքը այդ օրը ընդունեց Եվտուշենկովին։ Որովհետև ուրեմն սրանով ցույց ենք տալիս ուրեմն նախ Դավոսի հանդեպ ոչ ուրեմն շատ մեծ նշանակությունը եւ նաեւ սրանով մենք ցույց ենք տալիս, որ դեռևս Ռոբերտ Քոչարյանը թևեր ունի ուրեմն թփրտալու Հայաստանի քաղաքական դաշտում։ Ես սրա մասին կասեմ ինչու։ 2001 թե 2002 թվականին հնդկական մի ընկերություն, որի ղեկավարը Սանջեյն էր, որը ուներ Սոտքի ոսկու գործարան բազմբաժնետիրական ընկերության տնօրենի կարգավիճակ, նրանց ստիպում են, որպեսզի 60 միլիոն դոլարին համարժեք դրամով վաճառի ուրեմն գեոպրոմայնինգին։ Եվ դա ստիպում է Ռոբերտ Քոչարյանը։ Այսօր մեր քաղաքական դաշտում կան մարդիկ, կարող եմ ասել Անդրանիկ Թևանյան, էլի Կա ժամանակ անգլերեն թարգմանչի դեր են կատարել եւ Սանջեյը խնդրել է անձամբ ինձ է ասել նա եթե մեկ ուրիշին ասած ելներ ես չի ասի քանի որ այդ ժամանակ ես վարձակալել էի երիտասարդության պալատը եւ շուրջ իմ ընտանիքի բյուջեից 30 միլիոն դրամի ներդրում եմ կատարել եւ սպասում եմ որպեսզի իմ գործընկերս Ամերիկայից 1 միլիոն դոլարին համարժեք դրամ ուղարկեր կար այդպիսի պայմանավորվածություն Եվ նաև ես փնտրտուքի մեջ էի եւ այդ օրերին հանդիպեցի Սանջեի հետ իմ ընկերոջ միջոցով եւ ինքը պատմեց որ իմ թախանձագին խնդրանքին որպեսզի դառնա ուրեմն 90 միլիոն այդ գործարքը հայկական կողմը չհամաձայնվեց կար պրեզիդենտի Քոչարյանի կտրուկ պատասխանը եւ հետագայում նա այդ ուրեմն 90 միլիոնանոց գործարքը տապալվել է 60 միլիոնով ստիպել են տվել է եւ նա 150 միլիոնով վաճառել է ռուսական ընկերությանը Արդյունքում Ռոբերտ Քոչարյանը այս մեծ գործարքի արդյունքում շուրջ 60 միլիոն դոլարի հիմքով դառնում է սիստեմա ընկերության բաժնետիրական խորհրդի անդամ, բաժնետեր, ուրեմն ակցիայի տեր եւ նաեւ դառնում է տնօրեն։ Ահա այս գործարքներն է, որ պիտի մեր ղեկավարությունը երկրի ուշով հետևի եւ քամուն չտա։ Ահա այսպես է ձևավորվել նրա մասնակցությունը սիստեմայի մեջ իր բաժնեմասով։ Սա մեկ եւ երկրորդը ես պիտի ասեմ, որ 2013 թվականին 300 միլիոն դոլարին համարժեք դրամով ջեկը Երևանի ջերմաէլեկտրոկայանը հանձնվեց ռուսներին եւ վերջնականապես բոլոր ակցիաները բոլոր ուրեմն մասնաբաժինները դարձան մասնաբաժինը ամբողջովին դարձավ ուրեմն Գազպրոմի ռուսական Գազպրոմի սեփականությունը Ուրեմն ասեմ հետեւյալը հայ ժողովուրդը Հայաստանի քաղաքացին Երևանի բնակիչը գազի հետ կապված երբեք պարտք չի ունեցել դուք գիտեք եթե գազի պարտք ես ունենում անջատում են եւ 100 միլիոնի դեպքում եւ 300 միլիոնի դեպքում ջեկը անհատույց հանձնելով Գազպրոմին մեր ժողովուրդը երբեք պարտք չի ունեցել այս ամբողջը գնացել է մի քանի ընտանիքների Մեկ այլ բան եւս ասեմ, դե բանակի հետ ես պիտի ասեմ, բանակի կադրային քաղաքականությունը իր ժամանակ իր ворթիների բանակում չեն ծառայել։ Թրև են եկել Երևանի փողոցներում եւ ոչ միայն եթե իրենք ասում են 7 հոգի քաղաքացիական ինչպես է կոչում պայմանագիր կուսակցությունից բանակում չեն ծառայել։ Ես իհարկե դա ես չեմ ասում որ լավ են արել, բայց այս շուտով հրապարակելու եմ ավելի քան 200 մարդկանց ուրեմն զավակների բանակի հետ առնչվող կապը հատկապես ժամկետանց զինվորական ծառայության հետ կապված եւ դա լինելու է մեր ժողովրդի սեփականությունը ուրեմն բանակի 200-ը բոլորը պետական ատյաններում եւ միայն պաշտոնյաների Հիմա մեզ լսողները կհասեն միանգամից կարտականքեն որ դրանք հաստատ եղել են արցախցիներ այդ 200 Ուրեմն 200-ից նվազագույնը 150-ը եղել են Հայաստանի Հանրապետության ուրեմն քաղաքացիներ, որոնց լրացել է այդ 18 տարին։ Այդտեղ դե գիտես ինչ հիմա իրենք ռազմական ոստիկանությունում են ծառայել, իրենք Երևանում են ծառայել, այն դեպքում երբ որ պիտի 50 կիլոմետր շարավով անցնեին ծառայության, իրենք չեն եղել զորամասերում եւ նրա երեկվա շատ ցինիկ տոնը կապված
ազգային ժողովի նախագահի հետ, վարչապետի հետ եւ առասարակ իր բարերը, վեճի, որ Ալեն Սիմոնյանի ասածը հեքիաթ է համարում, ասում է դա հեքիաթ է եւ Ալեն Սիմոնյանը չէ որ պետք է խոսի բանակի։ Նախ ես ձեզ մի բան ասեմ, իմ խորին համոզմամբ իր գրագիտությամբ եւ ինտելեկտով Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ Ռոբերտ Քոչարյանից բարձր է։ Ես ճանաչելով երկուսին էլ։ Ու հստակ կերպով դա ասում եմ։ Սա մեկ եւ երկրորդը իր ժամանակ բանակի կադրային քաղաքականությունը, իր ժամանակ երկրի ներքաղաքական կյանքում սպանությունները, իր ժամանակ բանակի ներքաշվածությունը երկրի ներքաղաքական գործընթացներին Փառք Աստծո նաև այդ ավանդույթի հիմքը դրել է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բայց ասում եմ, եթե իմ կազմած բանակը լիներ, Ադրբեջանը չէր համարձակվի։ Ուրեմն ես ասեմ, որ այդ բանակաշինության հետ կապված ինքը ոչ մի խնդիր եւ ոչ մի ծառայություն չունի, այդ բանակը մինչեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը ամբողջովին այդ բանակում եւ զենքի մատակարարումը եւ կադրային քաղաքականությունը եւ չգիտեմ բնաշինական այդ ամրությունները այդ սահմանային եւ այլը ամբողջովին այդ աշխատանքների տակ կգած է եղել լուսահոգի Վազգեն Սարգսյանը։ Մենք պիտի ասենք այն ինչ որ պատմական ճշմարտությունն է։